Երանգավորող քսուկից հետո անհրաժեշտ է օգտագործել, ինչպես նշվում է, դիմափոշի, որ ձեռք են բերել այս նորությունը Faberlic ֆիրմայից հիալուրոնային խոնավեցնող դիմափոշի հիալուրոնիկ մեյքափն է 6003 արտիկուլով։ Հիմա մենք միասին այն փորձարկելու ենք այս շքեղագույն տարբերակները, որոնց արդեն թե շտկիչն եմ օգտագործել, թե երանգավորող քսուկը։ Ահա Ես հավանում եմ այսպիսի էլեգանտ տարբերակներ, որ ձեռք են բերում Faberlic ֆիրմայից, նայեք այս հրաշքին։ Ահա Այսպես ինքը հայլին կբացենք եւ իր հետ ահա այսպիսի կիրառիչ ունի։ Ահա այս հրաշալի։ Այս հատվածն էլ այսպես։ Փոքր իրան ներկայացնեմ հիմա կօգտագործենք այս դիմափոշին։ Մի քիչ ինֆորմացիա ավելի շուտ ես իր մասին հիմա ձեզ կտամ։ Այն ակնթարթորեն հարթեցնում է մաշկը եւ ուրեմն հավասարեցնում միկրոռելիեֆը, ինչպես անտեսանելի ֆիլտրը այն հիանալի միաձուլվում է եւ մաշկի հետ ստեղծելով շղարշային ծածկույթ թավշյա ատլասի ավարտով տեսողականորեն վերացնում մաշկի թերությունները, դարձնելով այն ավելի հարթ, հարթեցնում է մաշկի երանգը եւ լրացուցիչ խնամում այն, թե հյուսվածքը չի զգացվում դեմքին եւ չի խցանում ծակոտիները, թույլ տալով, որ մաշկը շնչի։ Ունիվերսալ ուրեմն ադապտիվ երանգը հարմարվում է մաշկի ցանկացած երանգին, կոմպակտ փաթեթավորումը մեծ հայելիով, փափուկ սպունգով եւ հուսալի ուրեմն մագնիսական փականով ցանկացած վայրում եւ ցանկացած պահի հեշտ օգտագործման համար է նախատեսված հիալուրոն թթուն հզոր խոնավեցնող ուրեմն բաղադրիչը, որը վերականգնում է հիդրոբալանսը եւ պաշտպանում է մաշկի խոնավությունը, այն դարձնելով ավելի հարթ, փափուկ եւ առանցքական վերացնում է չորության զգացումը։ Եվ հիալուրոնիկ մեյքափը հիալուրոնաթթվի վրա հիմնված դեկորատիվ կոսմետիկայի պրեմիում հավաքածու է, արդեն իր տեսքից էլ է երևում։ Դրանք շքեղ հյուսվածքներ եւ խնամող բանաձևեր են եւ ակնթարթորեն թարմ եւ հանգստացնող մաշկ ստանալու համար է ձեզ համար նախատեսված։ Սա ձեր հիալուրոնային դիմահարդարման սպա ազդեցությունն է։ Ահա, դա կիրառման եղանակն էլ հիմա միասին կփորձարկենք։ Այստեղ նշվում է, որ կիրառումը որպես ինքնուրույն միջոց մաքուր մաշկի վրա կամ որպես վերջնական շտրիխ դիմահարդարման վրա սպունգով, որը գտնվում է ներսում։ Ահա, օգտագործելուց առաջ մի մոռացեք պաշտպանել թաղանթը հայելու վրայից։ Այս թաղանթը կհանենք էսա եւ կօգտագործենք։ Ահա։ Քանի որ ես սովորեմ, որ իմ դիմահարդարումները անեմ վրձինով, դիմափոշիներս նամանավանդ այս հրաշալի Faberlic-ի վրձինով, որ օգտագործում եմ, եկեք միասին արդեն իմ վրձինով օգտագործենք։ Եկեք իմ դեմքը նայենք այսպես, տեսնենք ինչպես է լուսավորությունը։ Այսպես եւ հիմա օգտագործենք։ Երանգը շատ ունիվերսալ է, այսպես։ Նայեք ինչ լավ է։ Ինքը գույնը, ինչ գույնի ձեր երանգը չի փոխում։ Ես հավանում եմ այս հրաշալի օնլայն խանութից ձեռք բերած պրոդուկտները։ Ինքը շատ նուրբ է եւ շատ չի գալիս, որ մարմար լինի ձեզ։ Արդեն ինձ թվում է դուք իմ դեմքի մատվի էֆեկտը արդեն զգացիք։ Ահա այս հրաշքը, որ ձեռք եմ բերել Faberlic ֆիրմայից, լինքը անպայման նկարագրության բաժնում է գտնելու, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ ալիքին, տարածել վիդեոն եւ ընթացքում ձեզ համար հետաքրքիր վիդեոներ կգտնեք եւ կհավանեք առայժմ։